իհարկե ընդհանուր շրջանակա քննարկվել։ Շնորհակալություն, Աննա Պապիկյան, հրապարակ։ Պարոն Փաշինյան, դուք կառավարության պաշտոնները նոր կադրերով եք համալրում այն մարդկանցով, ովքեր միջազգային համալսարանում են սովորել։ Ես հիշում եմ, որ 2018 թվականին, երբ եկաք իշխանության, դուք ևս կադրերի նոր բանկ եք ստեղծել, եկան մարդիկ աշխատեցին, դրանցից հիշում եմ օրինակ ամենավառ օրինակը Տաթևիկ Ռևազյանն էր, որը որոշ ժամանակ աշխատեց, Հայաստանը գցեց Եվրամիության ավիացիոն սև ցուցակում, ամուսնացավ եւ հեռացավ։ Ճիշտ է, մենք վիճակագրություն չունենք, ես ուզում եմ իմանալ օրինակ 2018-ից այդ նոր կադրերից կան մարդիկ, որ մինչև այսօր աշխատում են ձեր թիմի հետ, փորձեցի մտաբերել, չկարողացա մտաբերել, եւ ինչ երաշխիք ունեք, որ այս նոր կադրերը որը ժամանակ չեն աշխատի, չեն թողնի եւ չեն հեռանա, ինչպես 2018-ի դեպքում եղավ։ Երկրորդ հարցը, պարոն Փաշինյան, դատական համակարգին է վերաբերում։ Դուք այստեղ հայտարարել եք մի քանի անգամ, որ դատական համակարգի ձեր դժգոհությունն եք հայտնել, ասել եք կոռումպացված դատական համակարգ է։ Դրան զուգահեռ տեսնում ենք այդ իրավիճակ եւ ձեր ստատուսից նախընտրական շրջանում ձեր հայտարարություններից հետո անդիմադիր գործիչներ, այդ թվում Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թեբանյանը ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին։ Հիմա հարց, դուք ինչու եք դժգոհ դատական համակարգից եւ դատավորներից։ Ձեր որ ասածը դատական համակարգը դատավորները չեն լսել եւ չեն արել։ Եվ վերջին հարցը Վարդաշենի հետ կապված, ես ճիշտ է մեկ անգամ այստեղ այդ հարցը ձեզ տվել եմ, սակայն նրանց համար, նրանց սրտին հաճո այսպես պատասխան չեք տվել, այսօր կրկին նրանք ակցիա են անում, մեծ տեսկրթուկ եղավ ոստիկանների հետ, բերման ենթարկել եւ այլն, մարդիկ ասում են մոտ 8 միլիոն դրամ են տալիս, մենք Հայաստանի որ մասում 7 միլիոն դրամ են տալիս, ասում են Հայաստանի որ մասում մենք կարող ենք 7 միլիոն դրամով տուն գնել, եւ եթե մենք Երևանում ենք տարիներով ապրել, ինչու պետք է գնանք մարզում ապրենք։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ մենք ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ մեր կողմից հարգելի քաղաքացիների նկատմամբ պետությունը ոչ մի պարտավորություն չունի։ Այսինքն այդ որ ասում են 7 միլիոն են տալիս, բա ինչքան տանք։ Այսինքն պետությունը պարտավորություն չունի իրանց նկատմամբ։ Եվ այսինքն ոչ մի տեղ համարագրված չի, որ պետությունը ունի պարտավոր, իրանց շենքն է, իրանք ապրում են այդտեղ եւ այլն եւ այդպես շարունակ։ Չմնան փողոցում, 7 միլիոն դրամով մնում են փողոցում։ Ես էլի ասում եմ, եկեք արձանագրենք, մենք իհարկե իրադրությանը կծանոթանանք, թե ինչն է հարցը, բայց եկեք արձանագրենք, որ պետությունը չունի ոչ մի պարտավորություն։ Եվ այնպես չի, որ պետությունը ով որ տուն չունի, իրանց փողա տալիս, որ իրանք տուն առնեն, եւ չկա այդպիսի ռեժիմ։ Սա մեր խնդիրներից մեկն է, որ երբ որ մենք ասենք մարդիկ գալիս են, լսում ենք իրանց, ուզում ենք ինչ-որ բանով օգնենք, հետո պարզվում է, որ քիչ ենք օգնում, հետո կրկնապատկում ենք, հետո ասում են էլի քիչ է, հետո եռապատկում են, հետո ասում են էլի քիչ է։ Բայց դա մոտեցում միշտ չի, որ այդ մոտեցումը արդարացված է։ Ես հիմա ձեր ասած դեպքի մանրամասները չգիտեմ, կիմանամ ինչի մասին է խոսքը, ենթադրում եմ ինչ-որ դիմում նամանք գրում են, բայց էլի եմ ասում, որ մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ այդ մարդկանց նկատմամբ պետությունը պարտավորություն չունի եւ այդ գույքի շուկայական արժեքը 0 է։ Մենք դրա դիմաց առաջարկում ենք 7 միլիոն դրամ։ Այո, հանրապետությունում կան տեղեր, որտեղ կարելի է 7 միլիոն դրամով բան անել, գույք ձեռք բերել կամ կեցություն ապահովել։ Ինչ վերաբերում, բայց էլ եմ ասում, կոնկրետ իրադրությունը, քանի որ մանրամասներով չգիտեմ, ես սա որպես շրջանակային պատասխան եմ ասում։ Դատավորների հետ կապված, այսինքն իսկ ով ասա ընդհանրապես որ Գագիկ Ծառուկյանը այս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ։ Ես խնդրեմ եմ տենում նրանում, որ այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ։ Ինչի է եղել ազատության մեջ։ Այսինքն Գագիկ Ծառուկյանը կամ էլի մարդիկ, ես խնդրեմ եմ տեսնում, որ իրենք 8 տարի եղել են ազատության մեջ։ Ու այդ իրանց ազատության մեջ մնալու պատասխանատվությունը ժողովուրդը դնում է ինձ վրա։ Հենց ստեղ է խնդրեմը, որ շատ դեպքերում ես հրապարակային ասել եմ, մեր դատաիրավական համակարգը շատ դեպքերում եւ շատ հաճախ
ինքը, այսպես ասած, վերնախավերի հետաքրքրությունների արտահայտիչն է։ Բայց ստեղ կա ֆունդամենտալ մի հատ խնդրեմ։ Դա տենց է համադրական կարգավորումների բերումով։ Ես առաջիկայում այդ թեմային ավելի մանրամասն կանդրադառնամ։ Որովհետև հենց այդպես էլ նախագծված է համակարգը, որ ինքը ոչ թե ծառայի ժողովրդին, այլ ծառայի վերնախավին։ Ու մեր դատաիրավական համակարգը շատ դժվար է, մենք մեծ ջանքեր ենք գործադրում, բայց մենք չենք կարող վստահաբար ասել, որ ընդհակառակը վստահաբար կարող ենք ասել, որ մեր արդյունքները այդտեղ մեծ, ինչքան էլ մեծ ներդրումներ են կարել, մեծ բարեփոխումներ են կարել։ Եվ սա ֆունդամենտալ խնդրեմ է, որը պետք է լուծվի։ Եվ այդ ֆունդամենտալ խնդրեմը առանց համադրական փոփոխությունների հնարավոր չի լինելու լուծել, առանց նոր համադրության ընդունման հնարավոր չի լուծվել։ Իսկ առաջինի մասով դուք կոնկրետ հարց եք տալիս, ես տամ կոնկրետ պատասխան։ Այո, կա այդպիսի մարդ, օրինակ Սուրեն Թովմասյան, որը 2018 թե 19 թվականից կադաստրի կոմիտեի ղեկավարն է։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Պարոն վարչապետ, մշակվել եւ գործադիրի նիստում